Բարև ձեզ։ Արարատ Նյուզի տաղավարում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան, շնորհակալ ենք մեր հավելն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ ինձ ընդունել տաղավարում, շնորհակալություն։ Պարոն Մեհրաբյան, մինչ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական թեմաների անդրադառնալը, քանի որ դուք ռազմարտունաբերության կոմիտեի նախագահն եք եղել 2 տարի, եթե կարճ ասենք, որտեղ էր մեր ռազմարտունաբերությունը 10 տարի առաջ եւ հիմա։ Շնորհակալություն հարցի համար, փորձեմ կարճ պատմել մեր ռազմարտունաբերությունը այսօրվա նախկինում ինչ վիճակն էր, այսօրվա դրությամբ ինչ ունենք։ Ես կասեմ, որ մինչև 2018 թվականը Հայաստանի Հանրապետության ռազմարտունաբերության ֆինանսավորումը Պաշտպանության նախարարության կողմից կազմում էր մոտ 2 միլիարդ դրամի չափով, որը հիմնականում գնում էր զրահատեխնիկայի սպասարկման, այսինքն սպասարկման գումարներ էին, որ կասենք, որ այն ժամանակ ունեցել ենք լուրջ սերիական արտադրություն, իհարկե չենք ունեցել, եղել են տենց ինչ-որ փոքր արտադրություններ, բայց 19 թվականից հետո, երբ որ ռազմարտունաբերության կոմիտեն առանձնացավ եւ հեղափոխությունը եղավ 18 թվականին, ռազմարտունաբերությունը անցավ բարձր տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ եւ այդ ժամանակ շատ լուրջ աշխատանքներ տարվեցին գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա եւ ֆինանսավորում արվեց մեր գիտնականներին եւ դա տվեց իր արդյունքը եւ 23 թվականին արդեն հավաքագրելով թե ինչ աշխատանքներ են կատարել մեր գիտնականները եւ արդեն պատրաստ էին իրանք մտնել արտադրական փուլի մեջ, մեր պետությունը կատարեց ֆինանսավորում, ես ուզում եմ, որ մեր հանրությունը ուշադրի լինի այդ մասով, 171 միլիարդ դրամի ֆինանսավորում արեցինք։ Դա հիմնականում սերիական արտադրության ֆինանսավորում էր, այսինքն բանակին ներկայացրեցինք մեր ունեցած զորությունները եւ մեր կարողությունները, բանակը գնահատեց այդ ամեն ինչը, կատարվեցին պետական փորձարկումներ, որից հետո ծնվեց պահանջարկ, կատարող եւ պետությունը ֆինանսավորում արեց։ Անցել արդեն դա 23-25 թվականի Եռամիա պայմանագրերի մասին էր խոսքը գնում, որի մասով ասեմ ձեզ մենք ունենք շատ լավ արդյունք, մենք ունենք 100% կատարողական, այսինքն մեր ներքին ռազմարտունաբերողները կատարեցին իրենց բոլոր առջև դրված խնդիրները, նաև նշեմ, որ այդ ընթացքում ունեինք բազմաթիվ խնդիրներ, որովհետև նոր ոլորտ, նոր խնդիրներ, այդտեղ նաև կային օրենսդրական բազմաթիվ բացեր, որ մենք փորձեցինք ոլորտը զարգանալուն հետ հավասար մենք էլ կատարենք օրենսդրական փոփոխություններ, որը կատարվեց, ռահի օրենքում փոփոխություններ արվեցին, նաև կար կոմպոնենտների ձեռբերման խնդիր, նոր շուկա, նոր կապեր եւ ամենակարևոր խնդիրներից նաև մեկը լոգիստիկ խնդիրներ, որը մեր արտադրողները կարողացան հաղթահարել եւ պատվով այս իրանց վրա դրված խնդիրը լուծեն։ Դրանից հետո արդեն նոր Եռամիա պայմանագրերի ֆինանսավորում արդեն հաստատվեց մեր կառավարության կողմից 151 միլիարդ դրամի ֆինանսավորում, դա արդեն 26-28 թվականների Եռամիա պայմանագրերի ֆինանսավորումն է, որտեղ արդեն մենք կունենանք նոր արտադրատեսակներ, ժամանակակից արտադրանք մենք կունենանք, նոր տեխնոլոգիաներ կունենանք, իսկ մեր բանակին մենք արդեն կտանք տեխնոլոգիապես ավելի զարգացած գործիքներ, որով կկարողանան իրենց խնդիրները լուծեն։ Այսինքն այսօրվա դրությամբ մեր գնահատականը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում մեր կառավարության շնորհիվ մենք ստեղծեցինք կարևորագույն արդյունաբերության մի ոլորտ, ռազմաարդյունաբերության ոլորտը,
որը զարգանում է արագ տեմպերով։ Իսկ մենք ունենք հսկայական աճ եւ հոսքագծերի ի սկզբանե թե ինչ քանակի արտադրողներ են եղել, քանի կազմակերպություններ են եղել, այսինքն այն ժամանակ եթե 10 արտադրողեր օրինակի համար 50-60 արտադրողներ, այսինքն մի քանի անգամ եւ աշխատատեղերի քանակներն ենք ավելացրել, եւ հաստոցների պարկն է ավելացել, եւ ամենակարևորը, որ ամենակարևորագույն ձեռքբերումներից մեկը մեր պետության համար դա ինժեներական խմբերն էր, որը ստեղծվեցին այդ կազմակերպություններում եւ այդ խմբերը կարողացան լուծել խնդիր մեր պաշտպանության եւ ընդհանուր մեր պետության անվտանգության մասով։ Մինչ ռազմարտունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելը, երբ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենն եք, ես տեսա մի հարցազրույց, որտեղ նշում եք, որ Հայաստանը, Էմիրատների, Հնդկաստանի եւ ռուսաստանյան ընկերությունների հետ պայմանավորվել է, որ արտադրություն սկսվի Հայաստանում զրահամեքենաների եւ զրահատեխնիկայի եւ այլն։ Հիմա կոնկրետ որ երկրների հետ պայմանավորվածություններ կան եւ եթե հնարավոր ասեք կոնկրետ Հայաստանում ինչ զինատեսակներ են սերիական արտադրության մեջ։ Ես երկրորդ ձեր հարցին կփորձեմ շատ մակերեսորեն անցնել, որովհետև ուզում եմ նշել, որտեղ նաև որոշակի գաղտնիություն պարունակող ինֆորմացիա կա։ Ինչ վերաբերվում է զրահապատ մեքենաների մասով, այո, մենք այն ժամանակ աշխատանքներ տանում էինք, Ռուսաստանի Դաշնության հետ էր մեր աշխատանքները, շարունակվում են, ունենք արդեն նաև էմիրությունների հետ պայմանագրեր կան կնքված, նաև ներքին արտադրողներ ունենք զրահապատ մեքենաների մասով, այսինքն այն ժամանակվանից երկար ժամանակ է անցել, մեծ փոփոխություններ կան, խնդիրը այն է, որ թե ինչ է ուզում մեզանից մեր բանակը, այսինքն այս պայդրությամբ մեր ռազմարտունաբերողները աշխատում են թեթև զրահապատ մեքենաների արտադրության մասով, ունենք որոշակի արդյունք արդեն, իմ կարծիքով մինչ տարվա վերջ, մեր ռազմարտունաբերությունում կլինի նոր արտադրատեսակներ հենց զուտ զրահապատ մեքենաների մասով, այսինքն մենք մեր հանրությանը դրա մասին կտեղեկացնենք եւ իրանք կիմանան դրա մասին, որովհետեւ ավտոմեքենաներ են, հնարավոր է նաև Երևանի փողոցներով անցնեն, այսինքն ունենք աշխատանքներ կան եւ տարվում են շարունակական, նաև ունենք ներքին ինժեներական, այսինքն մեր կազմակերպություններին որ ֆինանսավորում էինք արել 23 թվականին, այդ մարդկանց մոտ կարողություններ արդեն կան, ինչպես նշեցի, ինժեներական խմբեր արդեն ձևավորված կան, ունենք մեր ներքին նաև աշխատանքներ, ունենք արդեն պրոտոտիպներ ավտոմեքենաների, որի մասին կիմանանք, բայց քիչ ուշ։ Իսկ այլ զինատեսակների մասով սերիական արտադրություն։ Տեսեք, ես կարող եմ երկու զինատեսակի մասին խոսալ, ես կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր ամբողջությամբ ինքնաբավ է ականանետերի մասով։ Այսինքն մենք ականանետեր արտադրում ենք 60-ից մինչև 120 մմ-անոց ականանետեր, ԱԹՍ-ների մասով մենք շատ լավ ունենք զարգացում, ունենք կազմակերպություններ, որոնք անընդհատ ուսումնասիրում եւ նոր առաջարկներ են տալի մեր ուժային կառույցներում։ ԱԹՍ-ների մասով սերիական արտադրություն։ Այո, ունենք սերիական արտադրություն, ունենք կազմակերպություններ, որոնք նաեւ մատակարարում են մեր բանակին։ Այսինքն ուղղվածությունները մեր մոտ շատ են, մի քանի ուղղվածություններ կարևոր կան ստրատեգիկ նշանակության, որի վրա մենք ուշադրություն ենք դարձրել եւ դեռ 2023 թվականից այդ կազմակերպությունները իրանց խնդիրը, այսինքն այն խնդիրը, որ մենք դրել ենք, իրանք կատարում են, այսինքն չեմ կարող շատ ընդլայնվել, ասենց է։ Հասկանալի է։ Իսկ ռազմարտունաբերության ոլորտում արևմտյան երկրների հետ համագործակցությունը ինչպես կգնահատեք։ Տեսեք, ես sense կարամ ասեմ, որ ցանկացած համագործակցություն, դա թե մեր բանակի մասով, թե ռազմարտունաբերության մեր ոլորտի մասով շատ կարևոր է մեզ համարում։ Օրինակ, եթե մենք վերցնենք այսօր տեսնենք, թե պաշտպանության նախարարությունը
քանի պետության հետ պայմանագրեր ունի եւ աշխատանքներ են տարվում, դա շատ կարևոր հարց է եւ շատ ճիշտ որոշում է, որովհետեւ մեր պետությունը արդեն ունի ընտրելու հնարավորություն, այսինքն մենք կարող ենք ընտրել որակական, նաեւ արժեքի մասով եւ ունենանք այն զինատեսակը, որը մեզ պետք է։ Այսինքն նախկինում ոնց էր, կար մի պետություն, հա, ու այդ պետության զենքերը մենք պետք է ունենայինք, թե դրանք լավն էին, թե վատն են, դա ոնց որ հետո կպարզվի, բայց այն ինչ որ հիմի ունի մեր բանակը, այն ճանապարհով ինչ որ գնում է մեր պաշտպանության նախարարությունը, իմ կարծիքով դա ճիշտ որոշում է ու այդ ճիշտ որոշման շնորհիվ մենք ունենք մի քանի պետության հետ կնքված պայմանագրեր եւ պետությունների կողմից տրված զինատեսակներ, որը իհարկե մեր պետության համար շատ կարեւոր են մեր անվտանգության համար։ Մի փոքր խիստ մասնագիտական հարց է, արհեստական բանականությունն աշխարհում խելայեղ տեմպերով է զարգանում, ըստ ձեզ որքանով է Հայաստանը կարողանում հենց ռազմաարդյունաբերության ոլորտում կամ առհասարակ այդ տեմպերի մեջ մնալ։ Տեսեք, դա կարելի ասել նոր ուղղվածություն է, մեր ունենք կազմակերպություններ, որ այսօրվա դրությամբ ձևավորել են նման կարողություններ, արվում են աշխատանքներ, իսկ ինչ մի բան կարող եմ ասել, որ այո, տարվում են աշխատանքներ եւ փորձում են այդ ամեն ինչ որ կան, օգտագործել նաեւ իրենց արտադրության մեջ։ Խոսենք ներքին թեմաներից, ընդդիմադիրները խորհրդարանական ընդդիմությունը հատկապես նշում է, որ նոյեմբերի 9-ով էլ իշխանությունը խաղաղություն էր բերել Հայաստանին, բայց տեսանք հետո ինչ եղավ ու նկատի են ունենում թրիփը հատկապես, այսինքն նոր պատերազմ են կանխատեսում։ Շատ տեսեք, եկեք ցեզ մի հատ բան ասենք, ինչ եղավ, եկեք մի հատ ֆիքսենք, ինչ եղավ նոյեմբերի 9-ին։ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք դրանից հետո։ Հա, դրանից հետո տեսեք, մենք մեր ամենակարևորագույն ձեռքբերումը, որ մենք ունեցանք, հա, Հայաստանի Հանրապետություն, դա խաղաղության պայմանագրի ստորագրումն էր ԱՄՆ-ում եւ այսօրվա դրությամբ ես կարող եմ ասել, որ այո, Հայաստանի Հանրապետությունում պատերազմից հետո եւ այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է։ Ֆիքսենք, որ խաղաղությունը կա։ Այս վերջի ամենակարևորագույն քայլերից մեկը դեպի խաղաղության դա գերիների մեր վերադարձն է Հայաստանի Հանրապետություն։ Դա ԱՄՆ-ի հետ կնքված պայմանագիր թրիփ ճանապարհի մասով, որտեղ հսկայական ներդրումներ արվելու Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն մենք գնում ենք ապա շրջափակման, այսինքն մենք դուրս ենք ուզում, մենք բացում ենք մեր ճանապարհները, որը մեր տնտեսության համար դա ամենակարևորագույն քայլերից մեկն է։ Եվ նաև վերջերս մենք արդեն Ադրբեջանի տարածքով ստանում ենք եւ Ադրբեջանից ստանում ենք ցորեն, վառելիք։ Տեսեք, բայց ընդդիմությունն ասում է, որ սա ոչ արժանապատիվ խաղաղություն է, օրինակ Լեռնային Ղարաբաղը բռնի տեղահանվեց, ադրբեջանցիները օկուպացված տարածքներում են Հայաստանի։ Տեսեք, պատերազմ էր, ցավոք սրտի, այո, մենք այդ պատերազմում պարտություն գրեցինք եւ մենք ինչքան կարող ենք անընդհատ պատերազմել, հասկանում եք, մենք չենք կարող դարերով պատերազմենք։ Վերջը Հայաստանի Հանրապետությունում պետք է գա խաղաղություն, պետք է մեր երեխաները ապրեն խաղաղ երկնքի տակ։ Այսինքն ես ուզում եմ ֆիքսենք մի բան, որ Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը, մենք ունենք մի ճանապարհ, մի ուղի, մենք գնում ենք դեպի խաղաղություն եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի այդ խաղաղությունը ու կարևորագույն քայլերը դրա հետ կապված արվել են արդեն։ Այսինքն նստել լսել ընդդիմադիրների այն fake խոսույթները, թե Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խաղաղություն չի բերել, չկա խաղաղություն Հայաստանի Հանրապետությունում, այս կառավարությունը ոչ մի բան չի արել, ես դա չեմ ընդունում, դա իրանց ամենամեծ, այսինքն
իրանք էլ հասկացան, որ իրականում Հայաստանի Հանրապետությունում արդեն կա խաղաղություն եւ այդ խոսույթը իրանց մոտ դադարեց։ Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը երեք հայտարարել էր, որ Հայաստանը 26% ինքնիշխանություն ունի, այսինքն թրիփ նախագծում որքան մասնաբաժին կա, այդքան էլ ինքնիշխանություն է մնացել։ Առհասարակ նաև ստիպված եմ կրկնել նրա խոսքը, ասում է, չկա Հայաստանի Հանրապետություն, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք։ Տեսեք, թրիփը դա Հայաստան եւ Միացյալ Նահանգներ ծրագիր է, որը իրականացնում են Հայաստանը եւ Միացյալ Նահանգները։ Հիմնական ներդրումը, անում է Միացյալ Նահանգները։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում ստեղծում է ինֆրաստրուկտուրա, դրանք ճանապարհներ, այսինքն շենք շինություններ, որը պետք է ծառայի այդ TRIP նախագծի համար։ Մենք պետք է հաշվի առնենք, որ այդ ամեն ինչը ինչ որ արվելու է Հայաստանի Հանրապետությունում, դա մնալու է Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովրդին է մնալու։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ուղղակի թույլ է տվել, այսինքն տվել է թույլատրություն, որ կատարեն շինարարություն, այսինքն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարց, որ անընդհատ ընդդիմադիրները դրա մասին խոսում են, այստեղ գոյություն չունի։ Իսկ սա ծրագիր է, սա ստեղծվում են ճանապարհներ, կոմունիկացիաներ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև եւ ամեն մի պետություն ունի իր կողմից դրված, այսինքն հիմնական ծախսը Միացյալ Նահանգների կողմից է արվում, այո, որը նորից եմ կրկնում, դա մնալու է մեր երկրում, դրա համար իրենց մասնաբաժինը բարձր է։ Այսինքն այստեղ հարց չի գալի մեր պետության, նորից եմ կրկնում, ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության մասին, այստեղ հարց գոյություն չունի, ասեմ, դա նորից եմ կրկնում, դա մեր ընդդիմադիր որոշ պատգամավորների կեղծ խոսույթն է, որը ասեմ ձեզ արդեն բան չունեն խոսալու, հասկանում եք, հա ինչքան կարելի է անընդհատ խոսալ բացասական, վերջը ժամանակն է եկել, որ մեր հանրությունը հասկանա, որ ու վերլուծի, որ այն ինչ որ խոսվում է մեր ընդդիմադիրների կողմից, չկա տես բան, գոյություն չունի։ Այսինքն այդ մասնաբաժինը ընդդիմությունը փորձում է ներկայացնել որպես ճանապարհի վերահսկողություն, չնայած փաստաթղթում գրված է, որ այդտեղ մաքսային իրավական ամբողջ այդ process-ը Հայաստանի իրավազորության տակ է լինելու։ Միանշանակ սահմանները Հայաստանի Հանրապետության համապատասխան ստորաբաժանումներն են հսկելու այն տրանսպորտը, որը կանցնի Հայաստանի Հանրապետության տարածքով, ինքը Հայաստանի Հանրապետության օրենքի սահմաններում ցանկացած բանի դեպքում պատասխան են տալու, այսինքն գոյություն չունի, դա կազմակերպությունը, որը սպասարկելու է ճանապարհը։ Ընդհանրապես սա համատեղ հայ-ամերիկյան պրոյեկտ է, որը իրականացվելու է, որը կարևոր է մեր պետության համար։ Ադրբեջանի նախագահը երեք հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատումը միաժամանակ է լինելու, սա որքանով է Հայաստանի շահերից բխում, որովհետեւ Թուրքիայի հետ մենք չունենք որևէ խնդիր այս պահին։ Տեսեք, այստեղ ամենակարևոր բանը որ կա, կրկնվեմ նորից, ապաշրջա, այսինքն մենք մեր սահմանները պետք է բացենք։ Մենք մեր հարևանների հետ պետք է աշխատենք։ Մենք պետք է հարևանություն, նորմալ հարևանություն անենք։ Հասկանում եք, դարերով մեր ժողովրդին անընդհատ այդ բացասական բաները ներարկելով մենք տեսանք Հայաստանի հետ ինչ եղավ։ Բայց մենք պետք է հասկանանք մի բան, որ եկել է ժամանակը, որ մենք մեր հարևանների հետ պետք է անենք բարեկամություն, մենք պետք է անենք իրանց հետ առևտուր, այսինքն մենք պետք է բացենք մեր սահմանները։ Դրա մասին է խոսքը գնում։ Ադրբեջանը արդեն իր քայլը արեց, հա, նաև սպասենք նաև Թուրքիայի հետ մեր սահմանների բացման մասով։ Ունեք տեղեկություններ ժամկետների հետ կապված։ Չեմ կարող ասել ճիշտ ասած այս պայմանությամբ ժամկետների մասով որևէ բան։
Պարոն Մերաբյան, շատ է խոսում Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին, հատկապես ընտրություններին ընդառաջ երեք մեր արտաքին հետախուզական ծառայությունը նշել էր, որ դա ինտենսիվ կլինի։ Ինչ եք կարծում, մենք ունենք բավարար գործիքներ դրան արձագանքելու։ Ես կասեմ, որ հիբրիդային պատերազմը Հայաստանի հետ վաղուց է սկսվել, հա, այո, ընտրություններին նախորդ ամիսներին այս ամեն ինչ ավելի կակտիվանա ու մեր համապատասխան կառույցների հսկողության տակ է դա, հա, մենք ոնց որ կարում ենք այդ ամեն ինչը ֆիլտրել, հասկանալ ու հետևել։ Այսինքն, բայց որ լուրջ է այդ վիճակը, հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ, հա, ավելի լրջանալու է միջև ընտրությունները, դա միանշանակ է։ Բայց աշխատանքներ տարվում են դրա դեմ։ Իսկ դա կազդի ընտրությունների արդյունքի վրա։ Տեսեք, մեր ժողովուրդը շատ գիտակից ժողովուրդ է։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, թե այսօրվա դրությամբ ինչ արել է իշխանությունը։ Օրինակ, ես ձեզ մի հատ օրինակ պետք է բերեմ բանակի ծառայության կրճատման հետ կապված, հա, ընդդիմության թեզը, որ այս ամենը ինչ որ արեց այս կառավարությունը, դա նախընտրական ինչ որ քայլ էր։ Բայց մեր ժողովուրդը պետք է հասկանա, ու մենք պետք է մեր ժողովրդին հասցնենք մի բան, որ տվյալ մասով մեր 2021 թվականի նախընտրական ծրագրում դրա մասին մենք խոսացել ենք։ Մենք ուղղակի կատարել ենք մեր խոստումը, մեր ժողովրդի համար։ Այսինքն ես ինչ եմ ուզում ասել, մեր ժողովուրդը պետք է շատ ուշադիր լինի, այո, մեր ժողովուրդը պետք է չտրվի կեղծ այդ լուրերին ու հետևի մեր պաշտոնական կայքերին, հետևի ուտենա այն ինչ որ իրականում կատարվում է, այն ինչ որ անում է այս կառավարությունը։ Իսկ պետք է հասկանան։ Եվ վերջին հարցը Մայրաթորը երեք հայտարարել էր, որ եպիսկոպոսոս ժողովը Հայաստանից դուրս անցկացնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ իշխանությունները կարող են եկեղեցականների դեմ ինչ որ հարձակումներ իրականացնել։ Անկեղծ ասած, այդ մասով ես շատ չեմ սիրում խոսալ եկեղեցիականների, որտեղ տեսեք ով է Կտրիչ Ներսիսյանը։ Մի մարդ, որը խախտել է Աստծո առաջ իր տված երդումը։ Ինքը չի կարող լինել կաթողիկոս։ Եվ դրանից հետո իր արված ցանկացած հրամանները, տրված հրամանները կամ ինչ որ ժողովները ես համարում եմ ոչ լեգիտիմ։ Որտեվ չի կարա մի մարդ ստորագրի փաստաթղթի տակ, որտեղ ինքը ունի որոշակի պարտավորություններ ժողովրդի եւ Աստծո դիմաց, այդ ամեն ինչը խախտելուց հետո ինքը նորից մնա ու կառավարի ու ինչ որ փորձի ինչ որ ժողովներ անի, ինչ որ մարդկանց աշխատանքից հեռացնի։ Իսկն ես իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էլ այդ ամեն ինչը տենում ու հասկանում ու իրանց արված հայտարարություններն էլ անկեղծ ասած այդքան էլ ես լուրջ չեմ ընդունում։ Իսկ ընտրություններին ընդառաջ ձեզ եկեղեցին որոշակի լոյալություն կդրսևորի որևէ ուժի նկատմամբ, թե անմասն կմնա։ Մեկ գիտեք, վատը մեր որն է, որ մենք քննարկում ենք, թե եկեղեցին ընտրությունների այսինքն ընտրություններում կարող է ինչ-որ դերակատարություն ունենա։ Դե մենք վերջին տարիներին։ Դե որովհետև այս ղեկավարությունը, որ կա հիմա Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ, իրանից ամեն ինչ սպասելի է։ Հա? Հայաստանի Հանրապետության եկեղեցին մեր պետք է ընդհանրապես քաղաքականացված չլինի։ Ինչ գործ ունեն բաները Arczepiskoposները գնում են մասնակցում են իրանց այդ կազմակերպած հավաքներին, հա, բողոքի ակցիաներ են, ինչ մասին է խոսքը։ Անդիմությունն էլ նրանց քաղբանտարկյալ է անվանում, այսինքն ինչ քաղբանտար, մարդիկ ուզում են հեղափոխություն անել, ինչ մասին է խոսքը, ինչ քաղբանտարկյալների մասին է խոսքը։ Մենք այդ ժողովուրդը այդ ամեն ինչը տենում է, անընդհատ իրանց այդ թեզը տանել առաջ ու խոսալ անհետ ինչ որ բաներ ընդդիմության մասին է խոսքը գնում, այսինքն դա մեր ժողովրդի գիտակի ժողովուրդն է մեր ժողովուրդը։ Իրանց մոտ այդ ամեն ինչը իրանք շատ լավ տեսնում են ու հասկանում են։
Իսկ ոչ մի բան էլ չի փոխվի։ Ես նորից եմ ասում, Կտրինջ Ներսիսյանը պետք է գնա եւ վերջ։ Ու դա մեր եկեղեցու փրկությունը կլինի։ Մի հարց էլ ծագեց ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը ձեզ որքան ձայն կունենա։ Իմ կարծիքով 50-ից ավել։ Դա իմ անձնական կարծիքն է։ 50-ից ավել ձայն քաղաքացիական պայմանագիրը կունենա, բայց ես նորից եմ կրկնում, ժողովուրդն է ընտրողը, մենք կտեսնենք ժողովուրդը ինչ ընտրություն կանի։ Այսքանը պարոն Մերաբյան, շնորհակալություն։